Վրաստանի սահմանապահները բռնագրավել են Թուրքիայից եկող հայկական անձնագրեր, նաև ID քարտեր։ Նախ սենց ասեմ, այդ ամենի շրջանակում այստեղի կոչված էլի իհարկե պոռնկացին ԱԱԾ կոչվածը, հատուկ քննչականը, հակակոռուպցիոնը, գլխավոր դադաղազ կոչվածը եւ մնացած պոռնիկները անմիջապես պետք է որ քրգոց հարուցեին, բարույթ նախաձեռնեին ու դրա շրջանակներում սկսեին արդեն քննություն, ով է պատվիրել, ինչ նպատակներով, ում է հասցեագրված եւ ամբողջական ոնց որ ասած օբյեկտիվ քննություն կատարելու նախաձեռնությամբ լծվեին էլի այս բոզի վաստակները։ Առավել եւս դա պետք է որ եթե հանդիմություն կոչված է ձեր գիտակցությամբ դրա մեջ չէր, ապա ինքը պետք է անմիջապես դրա մասին ներկայացրել դադաղազին, դադաղազությունը համապատասխան ընթացակարգով վերահսկողությամբ սահմաներ արդեն իսկ քննչական գործողությունների կատարողական գործընթաց եւ իրոք բացահայտվել ինչ նպատակով է գալիս այդ անձնագրերը, ում է հասցեագրված, ինչ նպատակներով եւ դրա շրջանակներում նաև ով է ուղարկել։ Եթե Թուրքիայից է գալիս, ուրեմն Թուրքիայի չէ։ Հիմա եթե Թուրքիայի ղեկավարություն, իշխանություն կոչվածը դրա հետ որևիցե կապ չունի, Թուրքիա կոչվածն է Էրդողանի այդ պիդրի անմիջապես գլխավորությամբ պետք է նաև նա սկսեր իր ցուցումներով պարտադրել, որ բացահայտվի, որովհետև ստացվում է, որ փաստացի անմիջական միջամտություն չէ ձեր գիտակցությամբ ներքին գործերի, հա, պետություն կոչվածի, ըստ ձեր գիտակցության։ Բացի դա ինչ նպատակով են կատարվում, տեսեք, այստեղ տարբեր վերսիաներ կան։ Նախ այն վերսիան է, որ եթե անձնագրերը գալիս է, ուրեմն ստացող կազմել կա, ճիշտ է, նու այնտեղ ներկայացված էր մոտ 200,000 անձնագրեր եւ մոտավորապես 25,000 ID քարտեր։ Փաստացի տեսեք, մեր այսօրվա փաստերի հիման վրա, այսինքն գործող արկա հիմքերը, որ մեզ կա եւ տրամադրվել է արդեն իսկ Վրաստանից, մոտավորապես 225,000 հասցեատեր կա։ Հիմա այդ հասցեատերերը ով են։ Ուրեմն եթե մեր Հայաստանի Հանրապետություն կոչված քաղաքացիներ են, ապա Թուրքիայի անձնագրերը ինչի համար են, ID քարտերը ինչի համար են, չէ որ իրանք արդեն իսկ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ըստ ձեր գիտակցության քաղաքացիներ։ Նրանց պետք չի։ Հիմա երկրորդ տարբերակը։ Ուրեմն այստեղ կան արդեն իսկ 225,000 մեր տվյալներով, արկա տվյալներով 225,000 հասցեատերեր, որոնք պակիստանցի են, որոնք Թուրքիայից են, այսինքն Էրդողանն աղարգե, ուշադիր, ադրբեջանցիներն են ղարգե, տերորիստական խմբեր, որոնք այսօր իշխանություն, Հայաստանի Հանրապետություն կոչված իշխանության հետ համատեղ ստեղծել են բանդաներ եւ նաեւ հիմքեր, որ նրանց գործունեությունը այստեղ դիտարկվի, ներկայացվի որպես օրինական։
մյուս տարբերակը, մյուս խնդրո առարկան կայանում է նրանում, որ հանդիմություն, իշխանություն կոչված այդ պիդռները, տեսնելով, որ բնակչությունը, ազգը, այլևս նրանց նկատմամբ որից հավատ չի ներշնչում, վերացել է նրանց նկատմամբ, այսինքն սկսել են գիտակցել, հասկանալ, որ այս պիդռները նույն գարշոկի մեջի քաքն է, եւ բնականաբար ում վրա ձերքը դնես, քաքի օտա գալիս։ Եվ այս պիդռները փաստացի ազգու պետություն են վերացնում, վերացրել են եւ վերացնում են։ Ուստի եւ այստեղ եկել են երկու ստեկ համաձայնության, հանդիմություն, իշխանություն կոչված պիդռներով, նաև այս դաշտում հանդիմություն, իշխանություն, ընտրություն եւ այլ խաղացող պիդռների հետ, Սիամո Կարապետյաններ, Այդմոնդներ, Ֆլանֆստաններ, ես հեսա ավելի նաև հիմնավոր փաստագրական տվյալների վրա կխոսեմ ձեզ հետ, որ ձեր գիտակցությունը ավելի սկսի աշխատել, ձեր ֆունկցիաները սկսի արթնանալ, եւ տեսնելով, որ իրենց արդենից գործունեությունը որևիցե կերպ չի կարող համարվել ազգային պետական կամ պետական ամեկ, ուստի եւ եկել են համաձայնության ներգրավելով ադրբեջանցի, պակիստանցի, թուրք կոչվածների խմբերը, նրանց մուտքը, ապօրինի մուտքը, չէ՞ որ հիշում եք, չէ՞ միաժամանակ էլ Հայաստանի կոչված պիդռները բազմիցս անձնագրեր են տվել ադրբեջանցի տերորիստներին, որոնց մեջ մտնում են պակիստանցի, Թուրքիայից վարձկաններ եւ այլն։ Այսինքն այստեղ կա խմբավորում բանդա, ռեժիմ, որը բռնազավթել է մեր իշխանությունը, որոնք համատեղ իրականացնում են Արմենիայի վերացումը, ազգի պետության ոչնչացումը, համակարգերի վերացումը, որի մեջ նաև մտնում են մուսռները, դադաղազները, ԱԱԾ-ն, քննչականը, որովհետև բացի այն ղեկավար կոչված պիդռներից, ԱԱԾ-ի, դադաղազության, քննչական, հակակոռուպցիոն, նաև կան հասարակ աշխատակիցներ, որոնք ասենք կարևորագույնս պաշտոնների վրա չեն եւ ըստ էության ունեն գենետիկապես արմատներ, որոնք թրքական չեն, ջհուդական չեն եւ նրանց գործածություն մեջ դնելով իրենց ինչ լինելը, որովհետեւ իրանք ինչ են, իրանք ով չեն, որովհետեւ դրանք գործիք են, գործիքակազմ են, վեցնոցներ են, ստրուկներ են, ռաբեր են, ճորտեր են, բայց մարդ չէ, հանուն իրանց լափի աշխատում են իրանց տերերի համար ազգի պետության դեմ, բայց իրանք էլի չեն գիտակցում, որ վաղը մյուս օր այն 4 տոնածառները, որը պատրաստվում է, իրանց ոռնել է մտնելու, ճեղելու, ու ոռնալով սատկելու են այս պիդռները։ Հիմա փաստացի ինչ է ստացվում, որ կա հասցեատեր եւ այդ հասցեատերերը այսօր հանդիսանում են տերորիստական խմբեր Պակիստանից, Թուրքիայից, Ադրբեջան կոչվածից, նաեւ ֆուցններից, նաեւ ֆուցնների կազմից։ Այս վերջի իրադարձությունները կապված ֆուցնի, այն պիդռի հանդիպումը Ախմեդի հետ գրկախառնումը հիմնավորեց այն փաստը, որ ֆուցն կոչվածը ոչ թե բախվել են շահերը Ախմեդի հետ, Ալիևի հետ, կամ այլ շահեր ունեն, ոչ, այս բոլոր իրադարձությունները կապված մեր ազգի, մեր պետության հետ, մեր տարածքների վաճառքի հետ, որի անմիջական մասնակցությունն ունեն Քորը, ինքը Լևոն Տեր-Պետրոսյան, ինքը Կազբեկը, ինքը Խալիլով Լենդրոշը, ինքը
Ռաուֆ Սեյդօղլին, ինքը Ռոբիկ Քոչարյանը, ինքը Սերժիկ Սարգսյանը, ինքը Սերժիկ Նարիմանովը, ինքը Փաշօղլին, ինքը Նիկոլ Փաշինյանը եւ իր համակարգերը, որովհետեւ տարանջատել, որ Փաշօղլին տվեց, Փաշօղլին ծախեց, Փաշօղլին տարավ, ցեղասպանեց, դա մանկապարտեզի երեխաների մտածելակերպ է, որովհետև եթե այսօր այս մուսռները, դադաղազություն կոչվածը, այդ գործակալական ցանցեր համարվող դադախազությունը, ածաքնչական դատարաններ եւ այլն, այս պիդրի ոռը կեղտոտ ոռը չպահեն, չծառայեն թե նախկին, թե այսօրվա այդ կորնիկ վաստակներին, Փաշօղլինովը Փաշօղլին ոնց կարող էր ծախել, ոնց կարող է պատել մեր ոսկե սերուսկին զոհաբերել, ցեղասպանել։